Մոսկվայում Եդինայա Ռոսիա կուսակցության նախաձեռնությամբ կայացած նացիզմի դեմ հաղթանակի նշանակության մասին դասեր ՄԱԿ-ի ստեղծումից միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է սկանդալ հրահրել, օրակարգից դուրս հանդես գալով հակահայկական հայտարարություններով։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Յենի Ադրբեջան կուսակցության ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ շեղվելով օրակարգից խոսել է Արցախի թեմայով 44-օրյա պատերազմում իրենց այսպես կոչված փառահեղ հաղթանակի մասին։ Ադրբեջանցիներին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին, նա ներկայացրել է Արցախում տեղի ունեցածը հրետակոծություններից մինչև բռնի տեղահանում ու հայկական հարուստ հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացում։ Չնայած ադրբեջանական պատվիրակությունը տեղից փորձել է ընդհատել ելույթը, Տոնոյանը խոսքը լսարանին է հասցրել մինչև վերջ։ К сожалению, в 21 веке мы наблюдаем проявление фашизма. Դժբախտաբար նույնիսկ 21-րդ դարում մենք ականատես ենք լինում ֆաշիզմի դրսևորումների աշխարհում, այդ թվում հետխորհրդային տարածքում։ Ֆաշիզմի դրսևորումներից մեկը Ղարաբաղում խաղաղ հայկական քաղաքների եւ գյուղերի հրետակոծությունն է, 120,000 հայերի բռնի տեղահանումը եւ հայ ժողովրդի մշակութային եւ հոգեվոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։ Армян буквально уничтожение культурного наследия. Я просто отвечаю вам. Мы вас слушаем. Երբ դուք խոսում եք, ես չէի ընդհատում։ Я уже заканчиваю. Так же, как 80 лет. Ինչպես 80 տարի առաջ Ռուսաստանը վճռորոշ դեր խաղաց համաշխարհային ֆաշիզմի վերացման գործում, հույս ունենք այնպես էլ հիմա կկատարի այդ առաքելությունը։ Բրավո! Հայաստանի պատվիրակներից կոշտ է արձագանքել նաև Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը, մի քանի տասնյակ միջազգային պատվիրակների ներկայացնելով Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, ագրեսիայի եւ պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրման մասին։ Уважаемые друзья, 80 лет тому назад նացիստская Գերմանիա 80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան պարտվել է, սակայն քսենոֆոբիայի դրսևորումները կան նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի նշանակետի տակ էին հայտնվել հայկական հուշարձանները։ Ինչու ընդհատեմ, ելույթ եմ ունենում։ Այդ թվում Մարշալ Բաղրամյանի եւ Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Ադրբեջանական պատվիրակությունը խոսում է արդարության մասին, սակայն 2020 եւ 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարել են էթնիկ զտում։ 120,000 հայ այսօր իր հայրենիքից դուրս է։ Այնինչ արել է ադրբեջանական ղեկավարությունը էթնիկ զտում է, քսենոֆոբիա եւ նեոֆաշիստական քաղաքականության դրսեւորում։ Նրանք ասում էին, որ 44-օրյա պատերազմի արդյունքն արդար էր, իսկ ո՞րն էր արդարությունը, որտեղ էր ինքնորոշման իրավունքը, կեցցե ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ադրբեջանական կողմը թերևս չէր ակնկալում նման բուռն արձագանք հայկական պատվիրակության կողմից, տեղից խոչընդոտելու եւ պատասխան ելույթով հանդես գալու փորձերը ձախողվել են, երբ մերոնք պնդել են, որ ըստ օրակարգի ամեն պատվիրակություն ընդամենը մեկ ելույթի հնարավորություն ունի, ադրբեջանցիները լքել են դահլիճը։ Այսպիսով Հայաստանի պատվիրակները հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձել են ադրբեջանցի բանախոսին, այլև ամբողջությամբ իրենց ձեռքը վերցրել նախաձեռնությունն ու ելույթները մինչև վերջ տեղ հասցրել։ Իվետա Տոնոյանը խոսել է նաև հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության եւ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։ Նորագույն դարաշրջանի մարտահրավերները կարող են վտանգել կամ խեղաթյուրել պատմական հիշողության պահպանումն ու փաստերը, ինչն անթույլատրելի է եւ нման նախաձեռնությունները дրանք կանխող կարևորագույն քայլեր են։ Все началось с февральского выступления председателя партии «Процветающая Армения» мецената Гагика Ծառուկյանը, в котором он Գագիկ Ծառուկյանը փետրվարին կոչ արեց հաղթանակի 80-ամյակը Հայաստանում նշել մեծ պատասխանատվության զգացումով։ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին հանձնարարվել է հանդես գալ լայնածավալ ծրագրերով աջակցելու տարբեր կազմակերպությունների եւ անհատների կողմից իրականացվող նախագծերին, որոնք ուղղված են հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի նշանակության հավերժացմանը, հերոսներին մեծարելուն։ Տոնոյանը հիշատակել է այդ ծրագրերի շրջանակում հաղթանակի ժամանակը հաղորդաշարը, որը հեռարձակվում է Կենտրոն հեռուստաընկերության եթերով եւ մեծ արձագանք է գտել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։
Երևանում վետերանների միությունում բացվեց լեգենդար հրամանատար Հովհաննես Բաղրամյանի ռազմական փառքի կենտրոն թանգարանը։ Պաշտոնական արարողությանը ներկա էր մարշալի թոռը Իվան Բաղրամյանը։ Կազմակերպվել է նաև հաղթանակն իմ արխիվում խորագրով մրցույթ, որտեղ ներկայացվում են հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից իրենց հարազատներին ժառանգություն մնացած ստեղծագործությունները։ Եվ վերջապես Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում շշալցվեց հաղթանակի 80-ամյակին նվիրված բացառիկ կոնյակ, որը պատրաստվել էր 1945 թվականի խաղողի բերքից։ Տոնոյանը շեշտել է, որ այս բոլոր ծրագրերի իրականացման գործընթացում արդյունավետ գործակցությունը շարունակվում է մի շարք կազմակերպությունների հետ նաև Հայաստանի սահմաններից դուրս, եւ սա ապացույցն է, որ ճիշտ աշխատանքն արդյունավետ է լինում եւ անկասելի։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։